Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի։ Հրապարակած տեսանյութում Փաշինյանն ասում է, թե նախապես չի հայտարարի, որտեղ է մասնակցելու։ Ի պատասխան քաղաքացիների, որոնք հարցնում են, թե վարչապետն ինչու իրենց համայնքում չի գնում պատարագի, Փաշինյանն ասել է, կգնա, եթե նախորոք պայմանավորվածություն ձեռք բերվի պատարագի ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու վերաբերյալ։ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագրով Կարեն Շաքարյանը զրկվել է Արցախի հերոս բարձրագույն կոչումից։ Հիշեցնեմ, որ Շաքարյանը հունվարի 6-ին միացել էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին։ Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, դրա հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է հայտնել լրատվամիջոցներից մեկին։ Առաջին արտահանումն ըստ նրա կլինի այն ժամանակ, երբ հայկական եւ ադրբեջանական ընկերությունները համաձայնության գան։ Հիշեցնենք, Պապոյանն այսօր հայտնել էր, որ 2025-ին Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական, 5580 տոննան ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։ 2026-ի հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ, 4103 տոննա ճանապարհին է, նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, գրել էր Պապոյանը։ Հալեպում ռազմական գործողություններն ավարտվել են։ Բերիո հայոց թեմի մամուլի խոսնակ Մարիա Գաբրելյանն է հայտնել, նշելով, որ քաղաքում կյանքը վերադառնում է բնականոն հուն։ Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը լուսադեմից առաջ հայտարարել էր հրադադարի հաստատման մասին։ Հալեպում կենտրոնական արձագանքման կոմիտեն էլ հայտնել էր, որ կառավարական ուժերի եւ քրդերի միջև բախումներից հետո ընդունել է 142 000 տեղահանվածի Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջաններից։ Հակամարտող կողմերի կորուստների տվյալները դեռ անհայտ են։ Վերադառնանք Հայաստան, որտեղ ձյուն ու բուք են սպասվում։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ կանխատեսվածի պես վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բավականին բարձրացել էր։ Սակայն հունվարի 9-ի կեսօրից հետո եւ հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում քամուշ գնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները։